Երևանի ժամանակով զրուցաշարն է, Ֆակտոր TV եթերում, բարև ձեզ մեր զրուցակիցը այսօր երաժիշտ, երգահան Արա Գևորգյանն է, բարև ձեզ պարոն Գևորգյան։ Բարև ձեզ։ Պարոն Գևորգյան, նշեցինք հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը, դուք այն արվեստագետն եք, որը տարբեր տարիներին նպաստել է հայոց ցեղասպանության մասին միջազգային իրազեկմանը, սկսած ձեր Ադանայով, վերջացրած Կանք ու կլինենքով, Remember-ով, ձեր գործերը թարգմանվել են տասնյակ լեզուներով եւ դրանք կատարել են տարբեր ազգի ներկայացուցիչներ։ Ինչ եք կարծում, ի վերջո դրանք իրենց նպատակին ծառայեցին, թե ոչ։ Ես կարող եմ երկու փայլուն օրինակ բերել, երբ բարձրանում էի Ծիծեռնակաբերդ, կոնկրետ տարին չեմ հիշում, եւ Հայկ Դեմոյանը այդ տարիներին, երբ նա հանդիսանում էր ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն, առավոտյան ինձ կանչեց մի կողմ եւ ասեց՝ Արա ջան, քեզ բան պիտի ասեմ։ Մենք իրար հետ ծանոթել չէինք մինչ այդ, եւ այդ ժամանակ արդեն 10 լեզվով Ադանա երգը ձայնասկավառակ ուներ եւ 10 լեզվով երգում էին տարբեր ազգությունների երգիչներ։ Այսօր գիտեք, որ 20 լեզվով են երգում։ Եվ պարոն Դեմոյանը կանչեց, ասեց, մենք ինչքան ժամանակ արդեն այդ ձայնասկավառակը, դե ես նվիրել էի ձայնասկավառակը Թանգարան ինստիտուտին արկղով մեծ քանակություն, որպեսզի նրանք նվիրեն, նվեր բաժանեն եւ միշտ բարբերաբար իրանք միացնում էին ձայնագրությունը։ Եվ պարոն Դեմոյանն ինձ կանչեց առանձին, ասեց. Արա ջան, առավոտյան ինձ մոտ եկավ մի մարդ եւ ասեց, ես ուզում եմ ներողություն խնդրել։ Հարցրի, ինչի համար եք ներողություն խնդրում։ Ասեց, ես նոր լսում էի երգ ֆիներեն լեզվով։ Եվ ես ինձ շատ վատ զգացի, որ ամբողջ Ֆինլանդիան հայ ժողովրդի կողքին է, իսկ ես Թուրքիայից ուղարկված ագենտ եմ, ազգությամբ ֆինլանդացի։ Ինձ ապշեցրեց այս պատմությունը, դա ինձ պատմել է Հայկ Դեմոյանը եւ վերջերս էլ ինքը հաստատել է, որ այդ նման պատմություն տեղի է ունեցել, այսինքն երգի ուժը, երգը հնչելուց այդ մարդը այնքան է հուզվել, ազդվել, որ գնացել է ներողություն խնդրելու։ Սա երգի ուժի մի տարբերակ, երկրորդ տարբերակը չեխ երգիչ Դանիել Հուլկայի կատարումը, որը շատ հզոր մարդ էր նաև, ոնց որ օրինակը միշտ բերում եմ, ոնց որ Կաբզոնը Ռուսաստանում, այդ տեսակ հզոր, ասենք, անձնավորություններ Չեխիայում, Դանիել Հուլկան գնում է Չեխիա եւ այդ ձայնագրված երգը Ադանան, քանի որ ինքը նկարահանվեց Ծիծեռնակաբերդի անմար կրակի շուրջ, տեսահոլովակը նկարահանեցինք, նա այդ երգը տարածում է ամբողջ Չեխիայի ռադիոներով եւ որից հետո պատրաստում է ձայնասկավառակներ եւ մտնում է ազգային ժողով Չեխիայի եւ ասում է ամոթ չի ամբողջ աշխարհը ընդունել է հայերի ցեղասպանությունը բացի չեխերից։ Այն կրկնեց այն, ինչ որ մենք իրեն էինք Երևանում ասել։ Ամոթ չի ամբողջ աշխարհը ճանաչում է հայերի ցեղասպանությունը, իսկ Չեխիան դեռ չի ճանաչել։ Եվ ինքը շատ իրան ված զգաց, ասեց, ես խոստանում եմ, որ Չեխիան էլ կճանաչի, եւ նրա վերադարձից հետո Չեխիա, ուղիղ 1 ամիս երևի կամ մի քիչ ավելի անց, ես հեռուստատեսությամբ, հանրային հեռուստատեսության եթերում լուրերի ժամանակ լսեցի, որ Չեխիայի պարլամենտը հարց է մտցրել է օրակարգ Դանիել Հուլկայի այդ ներկայացնելուց եւ նրա առաջարկից հետո անմիջապես։ Սա երգի երաժշտության ուժն է, այո, եւ մենք միշտ խոսում ենք ցեղասպանության մասին հայերեն լեզվով, ես էլ կողմնակից եմ, որ միշտ մենք խոսենք ոչ թե հայերեն, այլ օտար լեզուներով, որովհետեւ մենք բոլորս մեր պատմությունը շատ լավ գիտենք, իսկ աշխարհին տարածելու համար դրանք պետք է տարբեր լեզուներով լինեն։ 100-ամյա տարելիցի արդիվ Դանիել Դեքերն էլ էր ձեզ հետ համագործակցում եւ որքանով հիշում եմ նա Հայաստանի քաղաքացիություն էր, չէ՞, ուզում ստանալ։ Եվ Ադանա երգի բառերը անգլերեն տարբերակը եւ Կանք ու կլինենքի անգլերեն տարբերակը գրել է Դանիել Դեքերը, որը կոչվեց Remember, 100-ամյակի նվիրված, այնտեղ երգում են 1000-ից ավելի երգիչներ եւ Ծիծեռնակաբերդում, երբ որ տեսահոլովակն էինք նկարահանում, տեսահոլովակի վրա չարչարվում էին 700 արտիստ, չհաշված տեխնիկական խումբը, նկարահանող խումբը։ Եվ անգլերեն լեզվով բնականաբար էլ ավելի լայնաշրջանակները տարածվելու
քան հայերեն, բայց որպես կանոն անպայման ուզում եմ եւ հայերեն լինի եւ օտար լեզվով։ Remember երգը իհարկե Դանիել Դեքերին շատ շնորհակալություն, որ ինքը խթան հանդիսացավ այս երկու մեծ նախագծերի եւ հասանք նրան, որ Դանիել Դեքերը նաեւ արժանացավ Հայաստանի քաղաքացիության անձնագիր ստացավ եւ 100-ամյա տարելիցին այդ նույն օրը BBC-ի ուղիղ եթերում ցուցադրեցինք Դանիել Դեքերի անձնագիրը եւ Դանիել Դեքերը BBC-ի ուղիղ եթերում երգեց Կիլիկիա երգը։ Դրանից հետո մենք երբ բարձրացանք արդեն ամմար կրակի մոտ, այնտեղ համերգային ծրագիր կար եւ վարպետ Ջիվան Գասպարյանն էր իր նվագախմբով, Ձախկոմի բեմահարթակում ուրեմն երգչախմբեր էին ելույթ ունենում եւ այս պատմությունը ես կպատմեմ առաջին անգամ, թող ինձ ռեժիսորը ների, որովհետեւ ես մոտեցա ռեժիսորին, ասեցի Դանիել Դեքերը թող մի հատ դլեաման երգի, ինձ ասեցին Արա ջան, չի կարելի, որովհետև պրոտոկոլով հաստատված ծրագիր կա։ Ես ասեցի, կարելի է, քանի որ իմ ընկերն էր, նաև այդ պատասխանատուն, ասի կարելի է, որ դու ձայն չանես, ես շատ լավ բան պետք է անեմ։ Ասեց լավ, ինչ ուզում ես արա։ Ես մոտեցա մեր օպերատորներին, խնդրեցի, որ ուղիղ եթերից դուրս գան, ուղիղ եթերից դուրս եկան եւ դա փոխարինվեց բնականաբար ինչ որ հաղորդումը, որը միշտ հեռուստատեսությունը տենց անում են, չէ։ Ես մոտեցա վարպետին, ասի վարպետ ջան, հիմա պիտի դլեաման նվագեք, Դանիել Դեքերը պիտի երգի։ Ինքը ամերիկացի է, չէ։ Այո, ազգությամբ ամերիկացի, Պուերտո Ռիկացի մայրն է, շոտլանդացի հայրն է, թե շվեդա հայրը, մի խոսքով։ Ու երբ որ Դանիել Դեքերը երգեց, ու դա գնաց ուղիղ եթեր, արդյունքներս չէի կարողանում զսպեի, իսկապես ինչ մեծ բան տեղի ունեցավ, էլի։ Դա 100-ամյա տարելիցն է։ Դա 100-ամյա տարելիցն էր, որ Դանիել Դեքերը երգեց դլեաման։ Պարոն Գևորգյան, դուք վանեցու թոր եք։ Եվ դրան զուգահեռ ձեր երգերը նաև խաղաղության մասին են, դեմ են պատերազմին։ Այ որտեղ է այդ սահմանը նուրբ պահանջատիրության եւ խաղաղության ձգտման։ Գիտեք, հորական կողմը Իգդիրից են, մորական կողմը Վանից։ Եվ այդ ցեղասպանության թեման մեր երակների մեջ է, այդպես է հոսում։ Մենք այդպես ենք դաստիարակվել։ Հիմա եկող սերունդները ինչպես դա կգնահատեն, նրանցից հետո եկողները ինչ տեսակ կգնահատեն։ Ես ինքս խաղաղություն սիրող մարդ եմ, շատ եմ խաղաղությունը սիրում, ամբողջ աշխարհում։ Մարդը խաղաղ ապրեն, իրար վրա չկրակեն, ունեմ նաև այդպիսի նախագիծ, կոչվում է մի կրակեք երեխաների վրա, ունեմ 4 նախագիծ նվիրված խաղաղության, կոչվում է Love Each Other, դրա մասին բազմաթիվ անգամ խոսել եմ, 2001 թվականից սկսել եմ այդ գործընթացը մինչև այսօր, իմ նախագծերի մեծ մասը խաղաղության է նվիրված, նաև ունեցել եմ համերգային շրջագայություն, կոչվում է We Are Family, Love Each Other, մենք ընտանիք ենք, սիրեք իրար, եւ այդ համերգներով հանդես եմ եկել Սիրիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Բրազիլիայում, Կանադայում, այդ նույն լոգոյի ներքո խաղաղություն քարոզելով բոլորին։ Բայց միևնույն ժամանակ մեր պապերը ինչ որ մեզ թողել են, ժառանգել են, մենք այդ ժառանգությունը, ոնց որ ասած, իմ հոգու խորքում այդ պահպանելը անհնար է դա մոռանալ, անհնար է դա մոռացության տալ։ Ես ընդհանուր քաղաքականության մեջ չեմ ուզում խառնվեմ, միգուցե պետական այրերը իրանք գիտեն ինչ են անում, տողատակեր կան երևի, որից ասենք սովորական քաղաքացիները տեղյակ չեն, ինչպես է տարվում գործընթացները, բայց ես այնուամենայնիվ իմ ներսում կպահեմ ցեղասպանության տարելիցի բոլոր ամյակներին, իմ ներսում ինչ է կատարվում այդ օրերին, ինչ ներսս ալեկոծում է տեղի ունենում, վրեժի ալեկոծում կուզեք համարեք, ցասումի ալեկոծում համարեք, պահանջատիրոջ ալեկոծում համարեք, չեմ մոռանալու ալեկոծում համարեք, այդ ամեն ինչը իմ մեջ լինելու է միշտ, դա մոռացության մատնել պարզապես հնարավոր չի։ Ինչ է ասում քաղաքականությունը, ես
Ես չեմ կարող ամեն հարցի պատասխան տալ, բայց իմ մեջ ինչ որ կատարվում է, ես չեմ կարող փոխվեմ, ես այդպես էլ մնալու եմ։ Ես ուզում էի հարցնել, ներկայիս իշխանությունը ասում է, որ ցեղասպանության միջազգային ճանաչումը իր համար առաջնահերթություն չէ։ Դուք սրան ինչպես եք վերաբերվում։ Ես կարծում եմ աշխարհի բազմաթիվ ազգեր արդեն ճանաչել են հայերի ցեղասպանությունը եւ չենք կարող բոլորին ասել այդ թեման վերջացնում ենք, ել չենք։ Մի խոսքով չեմ կարողանում այս հարցին պատասխանել։ Ես կցանկանայի, որ ամեն ինչ լիներ, տեղի ունենար ամեն հայի սրտով։ Ինչ որ տեղի է ունենում, աշխարհում ինչքան հայ կա սփռված, այդ սփյուռքը օդից չի գոյացել, սփյուռքը գոյացել է ցեղասպանության հետևանքով։ Եվ այդ հետևանքները թողնել մոռացության, տալ մոռացության կամ այդ ամեն ինչի վրա խաչ քաշել, ես չեմ պատկերացնում։ Եվ ինքս չեմ էլ համակերպվում։ Ես աշխարհին ցանկանում եմ խաղաղություն։ Ինքս աշխարհին ցանկանում եմ խաղաղություն, ինքս ցանկանում եմ խաղաղություն մեր երկրում։ Մեր սև ու սպիտակի խաղաղությունն եմ ցանկանում։ Ես ցանկանում եմ բոլորին խաղաղություն, մեր հարևաններին էլ, մյուսներին էլ։ Բայց երբ որ կա միջազգային օրենք եւ այդ օրենքը գրված է ամբողջ մարդկության համար, որ երբ որ ցեղասպանությունները չեն դատապարտվում, նրանք կրկնվում են։ Դրա համար պետք է դատապարտել ցեղասպանությունը, որպեսզի այն ել չկրկնվի։ Սևերի սպիտակներից խոսեցիք, գիտեմ, որ հետաքրքիր նախագիծ եք անում 1000 դհոլը, որտեղ խորհրդանշական կերպով սև ու սպիտակ դհոլների այսպես ներկայացում է լինելու։ Ինչ նախագիծ է սա եւ ինչ խորհուրդ ունի այն։ Բոլորս անկասկած տեսնում ենք պառակտված հասարակություն, այսինքն բոլորս բաժանվել ենք սևերի ու սպիտակների, սփյուռքում, հայրենիքում։ Իմ ցանկությունն է, որ այդ բոլորը միավորվեն։ Իմ ցանկությունն է, որ լինի համերաշխություն, հանդուրժողականություն, իրար սիրենք, սկսենք էլ չատել իրար, այդ Facebook-ների մեջ էլ իրար չհայհոյենք, վերջապես դուրս գանք այդ վիճակից, բոլորս դուրս գանք իրար հայհոյելու վիճակից, որպեսզի դուրս գանք համացանցից, որպեսզի դուրս գանք իրար հայհոյելու այդ շրջապտույտից եւ մի խոսքով սկսենք իրար չատել։ Այս նախագիծը 1000 դհոլներով մեր մշակութային լեզվով պայքարն է եւ ուզում եմ բոլորս համախմբվենք, այսինքն սև դհոլահարներն ու սպիտակ դհոլահարները երբ որ կռվում են իրար հետ երաշտությամբ եւ վերջում բոլորը միավորվում են, դառնում են մի գույնի եւ խփում են նույն ռիթմը, այսինքն նպատակը այն է, որ այդ իրար հակասող հարց ու պատասխանները վերջապես փոխվում են, դառնում են մի խոսք, մի հագուստ եւ բոլորը խորհրդանշում են համերաշխություն։ Եվ ուզում եմ, որ դրոնից էլ որ կդիտենք, այդ ամեն ինչին գրված կլինի սեր կամ հոմանիշ ինչ-որ մի հատ գեղեցիկ մի բառ։ Դուք միշտ կարծես հաշտարարի դերում լինեք, պարոն Գևորգյան, նաև արվեստագետների շրջանում։ Ես համարում եմ, որ արվեստագետը, մշակույթի մարդը, գիտնականը, պոետները, չգիտեմ, այն մարդիկ, ովքեր շատ կարևոր գործով են զբաղված, որովհետև մշակույթը կարծում եմ շատ բարձր հարթակի վրա է գտնվում եւ այդ մարդկանց խոսքը շատ կարևոր է ժողովրդի համար եւ հենց այդ մարդիկ պիտի հաշտեցման կոչն անեն։ Հաշտեցման կոչը պիտի անի մշակույթի մարդը եւ եկեղեցին։ Եթե մենք դրա մասին չենք խոսում, մենք մեր գործով հաշտեցում չենք մղում մեր ժողովրդին, ապա եթե դա անում են քաղաքական գործիչները, ուրեմն իրանք արդեն ուզեն թե չուզեն, ընդդիմություն կամ դիմություն, սկսում են ազգին բաժանել։ Դա համար ես կոչ եմ անում այս ամբողջ ժողովրդին, ասում եմ՝ մի բաժանվեք, մնացեք հարազատ ձեր ընտանիքներում, որովհետև լսում եմ այսօր տեսնում ենք ընտանիքներ են քայքայվում, եղբայրներ են իրարից գժտվում, ընկերներ են հեռանում իրարից, որովհետև կարծիքները չեն համընկնում։
ես կարծում եմ պետք է այդ ամեն ինչը բերել մի ուրիշ դաշտ, բերել բարձրացնել ավելի լավ մակարդակի վրա, որ մարդիկ իրար հետ զրուցելուց, իրար կարծիք հայտնելուց դա չդառնա թուր ու թվանք թշնամանք։ Եկեք մենք վեր կանգնենք այդ ամեն ինչից լինելով շատ ենք մենք սիրում մեզ լավ ձևով ներկայացնենք, որ աշխարհում այո, եզակի ազգ ենք մենք, նման չենք շատերին։ Մենք ունենք մեր առավելությունները, որոնք ավելի շատ են, քան մեր մինուսները։ Դրա համար եկեք մեր առավելությունները կրկնապատկենք, մեր բարիությունը, որ ազգը գալիս է մեր երկիր, ասում այս ինչ բարի ժողովուրդ եք։ Ինչի՞ց է դա։ Ուրիշների հանդեպ մենք պիտի լինենք բարի, մենք ինքներս մեր հանդեպ լինենք թշնամաբար վերաբերվենք։ Ես կարծում եմ պետքա բոլորս սթափվենք։ Նույնիսկ ես կոչ եմ անում մայթի վրա քայլող տղաներին, որ ուսով կպնում են իրար, թող շրջվեն ներողություն խնդրեն իրարից։ Դա միայն կբերի բարիություն, կբերի բարի աուրա, ժպիտ, լավ տրամադրություն, իսկ որ մեկը մեկին կպնում են ու ուզում են անպայման գոռան, նկատողություն անել, սիգնալ տվողին իշտեն ծեծեն, ղեկին, եկեք այդ ամեն ինչը թարգենք ժողովուրդ։ Դա շատ ցածր մակարդակ է, եկեք դրանից վեր բարձրանանք բոլորս։ Ու այդ հաշտության կոչը այո, ես կանեմ բոլորին եւ կանեմ կխնդրեմ եւ պարլամենտում, կխնդրեմ եւ մեր փողոցներում, մեր հերոստալիքներին բոլորիդ կխնդրեմ, եկեք սոցցանցերում, եկեք կոչ անենք հաշտության, սկսենք հաշտվել իրար հետ ժողովուրդ, sense մինչեւ որ պիտի մենք գնանք այսպես մեկը ասի այո, մեկը ասի ոչ, մեկը ասի սև, մեկը սպիտակ։ Պետքա դա դրանից պետքա բարձրանալ վերև։ Այդ վատ էտապը համարենք անցած, սկսենք իրար հետ հաշտվել ժողովուրդ։ Ընտրությունների ֆոնին իհարկե դա բավական դժվար է։ Ես ընտրությունների ֆոնի համար չեմ ասում, բայց գիտեմ, որ արդեն ավելի է թեժանալու։ Ուզում եմ մի քիչ մեղմենք այդ ամեն ինչը։ Առանց իրար հայհոյելու, առանց իրար նսեմացնելու։ Եթե մեկը մեկին կներեք արտահայտությանս, եթե մեկը մեկին ասում է գիժ, մյուսին ասում է սրիկա, հիմա ես պիտի գնամ գժի ու սրիկայի մեջ ընտրեմ ում եմ ընտրելու։ Այդ ժամանակ ես ընտրության չեմ գնում։ Դա համար ուզում եմ իրար մի հայհոյեք, որ հասկանանք ով ինչ է անում։ Սոցցանցերին հետևում եք ընդհանրապես։ Սոցցանցերում ինչպիսին է ձեր շատ հազվադեպ, որովհետև սոցցանցերը, գիտեք, մի հատ վատ լուր որ լինում է, ավելի շատ դիտող կա, կամ թեկուզ վատ երգ, կամ չգիտեմ, միջին կարգի, դիտողներն ավելի շատ են, քան ուրիշ մակարդակի մենք մշակույթային ենքան բարձր բաներ, արժեքներ ունենք, դիտող չկա, որովհետև պրոպագանդա չկա դրանով զբաղվող, չկա հատուկ ծրագիր, որ ասեն ժողովուրդ, այսօրվանից սկսում ենք կրթվելը պարտադիր է, եկեք հենց մշակույթային կրթությունը բերենք հեռուստատեսության բոլոր ալիքներում բերենք առաջի պլան, կրթվելու և պետքա մեր երեխեքին գորգի վրայից պետքա կրթել, գորգի վրա նստած երեխաներին պետքա արդեն իրանց սիրած մուլտիկից հետո տալ համաչափ զարգացնող մշակույթային ծրագրեր, թեկուզ երաժշտություն, հոգևոր, ժամանակակից, ազգային, հայրենասիրական, ժամանցային, դասական, ամեն տեսակի երաժշտություն մի քիչ տվեք ամենալավ կտորները, որ այդ երեխեքը լավ բան լսեն, որ իմանան լավը որն է։ Եթե մենք դա չանենք, եթե մենք դա չենք անում, հետևաբար այդ երեխեքը իրանց տանը, իրանց պապայի, մամայի ճաշակով ինչ լսում են, տենց էլ զարգանում են։ Այսօր դուք էլ չէ, պարոն Գևորգյան, ձեր երգերը հանրահռչակելու խնդիր ունեք այս ռիլային դարում։ Ես բացարձակ այդպիսի խնդիր չունեմ։ Նկատի ունեմ նոր գործեր եք գրում, բայց ես տենց խնդիր չունեմ։ դիտումներ քիչ են։ Ես տենց խնդիր չունեմ, բացարձակ, որովհետև ես սիրում եմ այն գործը, ինչով զբաղված եմ։ Իմ ամենամեծ հաճույքը ստեղծելու պահն է, ամենամեծ հաճույքս, ամենայն անկեղծությամբ համերգին պատրաստվելու այդ փորձաշրջան ինձ համար ավելի լավ է, հետաքրքիր է, որովհետև լարվածություն չկա, ազատություն կա, ինչ ուզում անում ես, բայց երբ որ բարձրանում ես բեմահարտակ համերգի, արդեն լարվածություն կա, ձգվածություն կա, պատասխանատվության զգացումը սկսում է արդեն կարմիր գիծը հատել,
Նույնն էլ տեսահոլովակները, այդ չարչարվելու, որ մարդը գալի մեր տուն միասում ասում, վայ, բայց ես չէի տեսել։ Ասում, բայց ես ինչ անեմ, որ դու տեսնես։ Հենց այդ եմ ասում։ Ինչպի ես դրա մեխանիզմները չգիտեմ։ Ես արել եմ տեսահոլովակ, այ խնդրեմ, հենց այս պատկերը, որ դուք տեսնում եք, սա հենց remember կամ կանք ու կլինենք տեսահոլովակից մի հատված է։ Դուք նայեք ինչքան դիտում կա։ Շատ ափսոս, զարմանալի, բայց ել եմ կրկնում, դա ինձ չի հետաքրքրում։ Լավ կլիներ, որ դիտումները շատ լիներ, լավ կլիներ, որ ամբողջ աշխարհում դա տարածվեր, որտեվ այս տեսակ տեսահոլովակ աշխարհի տարբեր երկրներում պարզապես շատ թանկ պիտի արժենա, որ կարողանան նմանատիպ տեսահոլովակներ նկարահանել։ Շատ թանկ, միլիոնավոր դոլարներ, բայց մենք սա անում ենք, որովհետև մենք ձեռք ենք բռնել մայստրո Հովհաննես Չեքիջյանի հետ, Էդվարդ Թոփչյանի հետ մայստրո, Արթուր Ղարայանի, Վահան Սեթոյանի հետ ռեժիսոր, մենք ձեռք ենք բռնել եւ այդ մարդիկ չեն վճարվել ոչ ոք։ Պատկերացնում եք, ու մենք ստացել ենք շատ մեծ արդյունք։ Դրա համար մեր հասարակությունն էլ պետքա ազգային արժեքները վերհանի։ Այդ արժեքները հիմա մենք ունենք ազգային գանձարան, Նարեկացի, Եկմալյան, Շնորհալի, Կոմիտաս, Խաչատրյան, այդ գանձարանի երաժշտությունը այնց քնած մնում է։ Պետք է այդ ամեն ինչը վեր հանել։ Ով պետք է դա անի, պարոն Գևորգյան։ Ով պետք է անի, դրա պատասխանատուները։ Ես կարող եմ միայն դրա մասին խոսել, տեղը ցուցադրել, որ կա այդպիսի աղբյուր, թեկուզ այդ աղբյուրը գտնեք համացանցում էլ կա։ Պահպանում ենք, բայց ում համար։ Այսօրվա մատուցվող երաժշտությունը ուրիշ բան է։ Ինչպիսին է, պարոն Գևորգյան, այսօր մատուցվող երաժշտությունը։ Գիտեք, ժամանակը այնքան արագ փոփոխվում է եւ ժամանակը սկսում է ինքը թելադրել մարդկանց։ Ես ողջունում եմ այն հեղինակներին, ես ողջունում եմ այն երգիչ կատարողներին, ովքեր մնում են իրենց սկզբունքների մեջ։ Չեն դավաճանում իրենց ոճը, չեն գնում ցածրակարգ երաժշտության ետևից, որպեսզի ավելի շատ դրան վաստակեն։ Ի վերջո, բայց քիչ են, չէ՞, քիչ են, բայց կան։ Ճիշտ է, քիչ են, բայց իհարկե նման երաժիշտներ մենք ունենք եւ երաժիշտներ եւ անհատ կատարողներ, երգիչներ, որոնք իրենց սկզբունքը չեն դավաճանել, մնացել են իրենց սկզբունքի ներքո եւ նրանք բոլորը սիրված են։ Այդ բոլոր իրենց եսը չդավաճանող երաժիշտ արվեստագետները եւ վերջապես դա կոչվում է ձեռագիր, ամեն արվեստագետ իր ձեռագիրն ունի։ Ես օրինակ ոչ մի բանի համար իմ ձեռագիրը չեմ փոխի, դրա համար էլ շատերն ասում են, քո երաժշտությունը մի կտոր հենց լսում ենք, ասում ենք, սա Արա Գևորգյանինն է։ Ուրեմն դա շատ կարևոր է, որ ամեն երաժիշտ կատարող իր ձեռագիրը պահպանի։ Երիտասարդներից ում ձեռագիրն եք հավանում։ Ես անուններ չասեմ, որովհետև նրանք շատ են, ձեռագիր ունեցող երգիչներ ունենք շատ, երաժիշտներ ունենք, փառք Աստծո, այսօր կան Պարզապես նրանք այս ժամանակահատվածում են ծնվել եւ իրանք սնվում են այսօրվա միջազգային այդ պահանջներից, այդ շուկայական պահանջներից են սնվում։ Ես խորհուրդ կտայի պարզապես, որ այդ արդեն կայացած մեր երիտասարդ երգիչները իրենց երգացանկում անպայման ունենային մեր գանձարանից մի քանի երգ։ Դա հենց կլինի, որ իրենց երկրպագուներին իրենք կհրամցնեն հենց մեր գանձարանից լավագույն երգեր էլի հենց իրենց կատարմամբ, իրենց մեկնաբանությամբ։ Այսինքն նոր մշակումներին դեմ չեք, չէ՞։ Ես դեմ չեմ, միայն կա այսպիսի մի օրենք, որը խախտել անթույլատրելի է, խախտել։ Չի կարելի փոխել մեղեդին։ Մեղեդին փոխել չի կարելի։ Կարելի է փոխել ռիթմիկ պատկերը, կարելի է փոխել գույներ ավելացնել, երաժշտական նոր ձայներ, նոր մոտեցումներ, բայց մեղեդին փոխել չի կարելի։ Իր ինքը ոնց որ հեղինակը ստեղծել է ժամանակին այդ մեղեդին, ուրեմն այդ մեղեդին պետք է մնալ հարազատ։ Իհարկե, նույն հարմոնիաները պահպանելն էլ կարելի է, բայց մատուցելով նոր շունչ։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Գևորգյան։ Ես եմ շնորհակալ եւ եկեք լինենք իրար հանդուրժող։ Շնորհակալ ենք։ Շնորհակալություն։ Իսկ ես հիշեցնեմ, որ Երևանի ժամանակով զրուցաշարներ Ֆակտոր TV եթերում կհանդիպենք։